Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Օգոստոս 15-ը քրիստոնեական ընդհանուր եկեղեցու մեջ Աստվածամոր վերապոխման դոնի հիշադակումն է։ Հայաստանի ցարակելական մեր Սուրբ եկեղեցին մոդագա գիրագի օրն է, որ գդոնախմբի Աստվածամոր վերապոխման դոնը եւ անիկա գգազմե հայ եկեղեցու դաղավար 4-րդ մեծ տոնը։ Ամեն շաբաթ ցեզի գընթերցեմ եկեղեցու հայրերեն քրություններ։ Այսօր սիրելներ ցեզի պիտի ընթերցեմ Սուրբ Ներսես Շնորհալի հայրաբեդի քրած երկու դաղերը նվիրված Աստվածամոր։ Նախասեմ դաղ կնշանակե բանաստեղծություն, հոգևոր բանաստեղծություն այս բարակային Սուրբի նվիրված օրվան Սուրբի նվիրված եւ մեր եկեղեցու մեջ նաեւ գա դաղարան գիրքը, որ ամբողջ դաղերը հավաքված են։ Եվ այսօր ցեզի պիտի ընթերցեմ Աստվածամոր նվիրված երկու դաղեր։ Ասեմ որ ինչպես բոլոր Սուրբ հայրաբետները Սուրբ Ներսես Շնորհալի հայրաբետնալ Աստվածածնին նվիրված բազմաթիվ շարականներ, դաղեր, երգեր ունի։ Նվիրված Աստվածամոր ծննդյան, կամ Քրիստոսի ծննդյան, ավետման, վերապոխման, հռչակավոր ուրեմն շարականներեն ավետման Աստվածածնի ծննդյան կանոնը արևելք կերարպին, կամ այսօր դաջար վեհին Աստվածամոր դաջար ընծայման ուրեմն դաղը, կամ դաղ վերապոխման Սուրբ Աստվածածնին, զորս այսօր գուզեմ ցեզի ընթերցել 62-րդ եւ 63-րդ դաղերն են ասոնք իր դաղերուն մեջ։ Նաեւ սիրելներ ըսկանչելի քիրք ունի Սուրբ Ներսես Շնորհալին, Հիսուս որդին, եւ այդ դաղին մեջ, այդ քրքին մեջ ըսկանչելի գերբով աղոթքներ ունի ուղված Աստվածամոր, խնդրելով Աստվածամոր բարեխոսությունը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մոտ, որբեսի դերը ները թողություն շնորհե մեր բոլոր մեղքերուն։ Այս երկու դաղերը զորս պիտի ընթերցեմ ցեզի սիրելիներ Աստվածամոր վերապոխման ճիշտ այսօրվան դոնին նվիրված քրություններ են։ Զանոնք աշխարհապարի թարգմանեցի, որբեսի ավելի լավ հասկանաք սիրելներ, հագարականոր որ քրափարնալ բավական ուրեմն հեշտ լեզվով գրված է, ոչ թե Սուրբ Գրիգոր Նարեգացիի ուրեմն խորունգ քրությամբ, այլ Ներսես Շնորհալին ավելի ժողովրդական քրությամբ է որ կներկայանա։ Ուրեմն առաջին 63-րդ դաղը Սուրբ Աստվածածնի վերապոխման դաղը հայոց Ներսես Գաթողիկոսեն։ Այսօր Գաբրիել հրեշտակաբեդը եկավ ու հաղթող գույսին բերավ բսագի բարգևը փրափյորը։ Այսօր բոլորին դերը իր մոտ կանչեց բարձրյալին դաջարը, ով է բարձրյալը Հիսուս Քրիստոս, դաջարը ով է Մայրիկ Աստվածածինը, եւ փանին բնակարան ուրեմն բարձրյալը Աստված է, որ դաջար դարձավ Մայրիկ Աստվածածինը, որովհետեւ Սուրբ Հոգին իջավ եւ հանգեցավ իր մեջ եւ փանին, այսին Աստծո խոսքին Քրիստոսի բնակարանը դերը իր մոտ կանչեց այն։ Այսօր Սուրբ Հոգին հրավերով հավաքվեցան առաքյալներու փաղանքները եւ իմաստուն գույսերը։ Նախքան Աստվածամոր մահանալը առաքյալները հավաքվեցան եւ անոնք որոնք Աստվածամոր գող հետ գաբրեին գույսերը անոնք ալ Աստվածամոր կով եկան։ Այսօր միածին որդին անմարմին հրեշտակներու թասերուն հետ խոնարելով եկավ գույսերու մորքով, իր մորքով, որ նաև կգոչվի բոլոր գույսերու մայր։ Այսօր Աստվածամայրը ավանդեց իր մաքուր հոգին, որ փայլագի նման վեր բարձրացավ թեպի վեհ երկինք, եւ որ հոգին ավանդեց այդ ժամանակ սիրելներ ավասիկ արավ զինք Հիսուս հոգին եւ բարձրացուցվեր։ Այսօր ամփոփեցին սրբասնունդ մարմինը հողի մեջ ծածկելով անաբական քանցը
Աստվածամոր մարմինն էր, որ առաքյալները հողին հանձնեցին Գեթսեմանի բարձի մեջ։ Այսօր երկնայիններու խումբերը բարբռնած, այսին ուրախությամբ քերեզմանին շուրջը գեղանագրեին, այսինքն գերքեին։ Այսօր առաքյալները անոնց ցայնակցելով եւ գույսերու թասերը գկովեն գույսերու մայրը։ Այսօր ըզգայական փնութենեն փոխադրվեցավ, այսինքն այս կյանքեն փոխադրվեցավ մաքուր մարմինը դեպի հոգևոր իմացական գայանները։ Այսօր երկնավոր տասերուն համար ծնծություն է, հրեշտակները երկնքի մեջ ծնծություն գաբրին, որովհետև ամենամաքուր գույսը երկինք կբարձրանա։ Այսօր իբրև բժշկության բարգև շնորհվեցավ դիրամոր պատկերը երկինքեն լուսավորված, աստվածամոր պատկերը դրվեցավ Բարտողոմեոս առաքյալին։ Այսօր մենք ալ երկերով բարձրացային կոչենք գուսական այս տոնին թողը լա փառք Սուրբ Երրորդության։ Ամեն։ Նույն այս դաղը սիրելիներ, ուրեմն գեմփեն դաղին երկրորդ դաղը հիմա անարատ դաջար եւ լույսի արակաստ անհարստացյալ մայր աստվածածին եւ միշտ կույս նախադեսող մարգարեները քեզ գանխակուշագելով ցույց տվին իբրև գենաց ծար աստվածադունք տրախտին մեջ։ Հիմա սիրելիներ 5 դագարանեն մարգարեներուն բերնով ինչ որ խոսքերը սվեցան աստվածամոր գվերակրվին, ահավասիկ այստեղ գսենախ գենաց ծար դարձավ աստվածամայրը, որովհետև բդուղը դվավ, անմահության բդուղը Հիսուս Քրիստոսը։ Աբրահամը իր վրանին մեջ լսեց քու մասիդ, թե փանեն, այսին աստուծմե ծնունդ պիտի ավետվի։ Մովսեսը քեզ դեսավ իբրև անգեզ մորենի, չայրվող թուփ, եւ իբրև մանանայով լեցուն ոսկի սապոր։ Քեթեյոնը քեզ դեսավ իբրև քաղցրիկ ցողով թրջված քերմ փուրդ, իսկ Սողոմոնը քեզ դեսավ իբրև գնկված աղբյուր։ Սիրելիներ, օրման պայմանորեն այս բոլորի մասին ավելի մանրամասն կբացատրեմ։ Եսային քեզ ջանցուց իբրև հղացած գույս, իբրև անկնելի քիրք եւ թեթև ամպ։ Եզեգելը քեզ ցույց տվավ իբրև փակ թուր, իսկ Դանիելը քեզ դեսավ իբրև վիմաձին լեր։ Գաբրիելը եկավ այս ամենը գադարելու ու ավետիսի ցայնով ուրախություն գկոչեր։ Թուն քու արքանթիտ մեջ գրեցիր անդանելին, անդեղավորելին, որովհետև երկինք եւ երկիրը, որոնք իրենց մեջ չէին գրնար բարփագել գրել Հիսուս Քրիստոսը, Մայրիկ Աստվածածին իր արքանթին մեջ գրեց։ Եվ մարմնով ծնար հորմեն ծնած որդին։ Թուն Եթեմի տրախտին արևելյան թուրը բացողն ես եւ արդարության արեքագը ձակեցնողը։ Այսօր քու միածին որդիդ եկավ ու քեզ փոխադրելով թասեց երկնային խորաններուն մեջ։ Հոգեղեն էյակներու թասերը հիացած կդեսնեին, թե ինչպես հողեղեն մարմինը վեր կսլանա թեպի երկինք։ Քեզի բադիվ դալու համար առաջ կվազեին սերոպեներու քունտերը թևերով ծածկված։ Քեզ քարագեր քերովպեներու հույլերը իրենց մեջ արին։ Ուրեմն 4 գերբարանք ունեցող քերովպեները, որոնք արյուծի, արձիվի, եզի եւ մարդու թեմք ունեին, ուրեմն այդ փանակները քերովպեներու քեզ իրենց մեջ արին եւ ռեշտակներու երամները խումբերը կսպասարկեին։ Թուն երգնաջեմ, այսին երգնային, երգինք քալող, երգինք առաջնորդվող աստվածագերտ խորաններու մեջ զանազան փառքերով բայցարացած մտար։ Չքեղեցիկ փարապանություն է։ Արաքյալներու բազմությունը քեզ գկովերքեր եւ գույսերու թասերը հրջվալից ցայնով քեզ գկովերքեր։ Այսօր եկեղեցու զավակները քեզ գդոնեն եւ գխոստովանին աստվածածին միշտ կույս։ Լսեք քեզի հուսացողներու սպաղատանքը եւ բարեխոս եղիր քու միածին որդիդ մոտ։ Հիմա ուղագի աստվածամոր գտիմե եւ բարեխոսությունը գխնդրե Սուրբ Ներսեշուալին։ Ձունգ չոքե խոնարապար մեր հաշտության համար գրգնե աղոտկտ գենաց բայր փարին գամեցողին մոտ, այսին Քրիստոսի մոտ, որ միշտ փարին կգամենա։ Մեր փրկության համար արդասուքի աղբյուրներ պխեցուր հորտարատ մարդասեր Աստվածը ծնող, որբեսի Սուրբ եկեղեցին հավիտյան անշարժ բահե եւ հավատացյալներս անոր մեջ ամփորձանք մնանք։ Եվ քու մեծ լույսիդ ձակման, այսին երբ որ թուն Հիսուս Քրիստոսը մեծ լույսը ձակման ու քալստյան ժամանակ, եւ որ Քրիստոսի երկրորդ քալստյան ժամանակ արաքաստ մտնենք իմաստուն գույսերուն հետ,
արժանի է լալով անմարմին հրեշտակներու թասերուն հետ միշտ վերստին փառք երգել Սուրբ Երորդության ամեն։ Այժմ պիտի գարտամ ընթերցեմ սիրելներ մյուս դաղը դարձյալ սկանչելի դաղմը այս դաղերը հաջորդող շաբաթներուն մանրամասն ցեզի կբացատրեմ։ Ուրեմն դաղ վերափոխման Աստվածածնին Ներսես Կաթողիկոսեն 60-րդ դաղը։ Նոր հողանյութ քերովպե, հողեն շինված քերովպե, հողեն շինված ուրեմն գազմված հրեշտակի Աստվածամայրը։ Նոր հողանյութ քերովպե, էյագները բարձրացնողին, այսին Աստուծո աթոր, Աստվածածին, հոր սուրբ բանին խոսքին Քրիստոսի դաջար, երկրի վրա երկինքներու երկինք երևցար, ով սրբուհի գույս, Մարիամ Աստուծո անհարսնացյալ մայր։ Ռոբեներու, այսին ժամանակներու բոլոր մարդկային գույսերեն լույս ծակեցուցիր, արդարության արեքագին, Քրիստոսի արդարության արեքագը, նոր արևելքը եղար, այսօր ան հրեշտակներու զորքերով քովդ իջնելով, Քրիստոս քովդ իջնելով, ով գույս եւ մայր, քեզ բարձրացուց վերին Երուսաղեմ, երկինք բարձրացուց։ Եկան նաև Սուրբ Արաքյալներու թասերը քու վերափոխմանդ համար եւ զվարթուններուն, այսին հրեշտակներուն համացայն գկովեին քեզ գանանց մեջ օրտնյալդ։ Անոնց նման մենք ալ քեզի գերքենք Սուրբ Դիրուհի, սերոփեներու թասերուն հետ փառքի մեջ բարձրացածիդ։ Եվ նույն այս դաղին փոխը շարունակությունը գսե Նարտոսի բես գփուրե եղբորորդին։ Հիմա այս շարունակության մեջ պիտի տեսնենք սիրելներ երկերկոց քիրքեն է որ շատ բատկերներ գբերե եղբորորդին Քրիստոսի մասին է խոսքը։ Ուրեմն Նարտոսի բես գփուրե եղբորորդին, որուն անունը թափված յուղի նման է, ան Դավիթի թստեր, այսի Մարիամի հետ անջարելի սիրո փափակով գգաբվի։ Վարտիբես գարմիր երանքով է արդվանտեմ, իսկ իրիկվանտեմ սաղարթաբատ, այսին դերևախիդ է։ Արեքագին լույսով գշրջաբադվի ու լույսի բադյանին դակ գծածկվի։ Գուքա այձյամի ու որդի նման, այսին եղնիգի նման, Փեթելյան լերներուն վրայեն, մդավ գետարի վրանը ու զայն իրեն լուսադու դաջար դարձուց, Քրիստոս մդավ Աստվածամոր արքանքը եւ դաջար դարձուց, լուսադու դաջար։ Անսրևը հոր, այսին Աստուծո, Սուրբ Հոգի ամբով իջավ հոգևոր քերմին փուրտին վրա, ինչպես որ Թադավորած գրքի մեջ կգարտանք Քեթեյոն Աստուծո սավ դեր, եթե ցողը իջնե փուրտին վրա եւ շուրջը կեդինը չոր մնա, պիտի հավատան որ տուն զիս կուղարգես ամորհացիներուն թեմ գրվելու։ Ուրեմն Աստվածամայրն էր այդ փուրտը։ Հիմա գսե անսրևը հոր Սուրբ Հոգի ամբով իջավ հոգևոր քերմին, հոգևոր փուրտին վրա, Աստվածամոր վրա։ Փանին, այսին Քրիստոսի սիրո սերմը փուսավ, երկրի վրա թողուց եւ վերացավ։ Դաջարի լույսը հոմ փնագեցավ, որքան որ փնագողը Աստված կամեցավ։ Այսօր գարքերով վեր կհամբարնա, Աստվածամոր մասին է, բազմաչյա քերոպեներուն հետ միասին։ Արաքյալները հավաքված, սուրբ գույսերը ժողվված, գույսերուն մայրը երկրի վրա կհուղարկավորեն, բայձար չահերով ու լապտերներով։ Անմարմին հրեշտակները վար իջնելով, քերեզմանին շուրջը բար բռնեցին, լույսի ձակումով նոր երկ երգեցին 3 օր շարունակ առանց լռելու։ Նույն հրեշտակները Սուրբ Մարմինը առնելով հրեղեն գարկերով վեր բարձրացուցին, թեպի վերին լուսաջեմ խորանները, ուր արարածները չեն գրնար մտնել։ Մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, բայց Աստվածամայրը Սուրբ Երորդության ներկայության կգտնվի։ Անոնց այսին հրեշտակներուն հետ մենք ալ համացայնելով քեզի ով դիրամայր այս երգը գնվիրենք, գերգրբակենք միածինին հետ միասին, որ մեր փրկության պատճառը եղավ։ Ռամյալքս այսին հավաքված ժողովուրդը սնզությամբ կդոնենք քու վերափոխումդ թեպի երկինք, ով քանցերու դեր հարստացուր մեզ աղքատներս, որբեսի Աստուծո փառքը երգենք։ Քանցերու դերը Քրիստոս է եւ գխնդրե հավասիկ Սուրբ Ներսեշնուալին, որ հարստացնե մեզ աղքատներս, որբեսի Աստուծո փառքը երգենք։ Որքան երանելի է դիրամայրը սիրելներ, որքան երանելի է Սուրբ Մարիամը։ Եկեք մենք ալ
իր օրինակով, իր առաքինություններով զարդարվենք, իր կյանքի օրինակով ապրենք, խոնարհությամբ, հեզությամբ, սրբությամբ, անփծությամբ, անարատությամբ, անաղարդությամբ, որբեսի սիրելներ Հիսուս հաջի մեր մեջ հանգչիլ, մեր մեջ բնագիլ, դառնանք իսկապես բնագարան Տիրոջ, քանի որ մեր մարմինները Սուրբ Հոգիի բնագարան գոչված են լալու, որբեսի Սուրբ Հոգի մեր մեջ հանգչի, Քրիստոս մեր մեջ բնագի եւ Աստված մեզ հավիտենական կյանքերու մեջ ընդունի։ Խնդրենք բարեխոսությունը Աստվածամոր բոլոր աշխարհին վրա, մեր հայրենիքին վրա, մեր ընտանիքներուն եւ մեր անձերուն վրա, որբեսի մենք ալ իրեն նման արժանի դառնանք իսկապես երկնքի երկինքներու երկինք ելնել եւ ամենասուրբ երրորդության ներգայության ապրիլ։ Այնտեղ է որ պիտի տեսնենք Աստվածամայրը թե մարդեն, այնտեղ է որ պիտի հավաքվին բոլոր սուրբերը եւ ռեշտակները եւ հավիտյան պիտի փառաբանեն սուրբ երրորդությունը։ Աստված ցես արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավեր ցեր բոլորին։